Ինչ կապ ունի իմ ընտանիքը, դեպքա տեղի ունեցել, կարող է Գասպարյան Ձիանան սպանել։ Հարցը իրանց կտակ, ով այս ամեն ինչը կազմակերպել է, ես ինչ իմանամ։ Այսքան ժամանակ առաջադրվել ենք, գնանք փորձանքների մեջ, հիմա ինչ առաջադրվենք։ Վաղաշաբաթ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը մեղադրյալի կարգավիճակ ունի։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև նրա ամուսինը Արամայիս Միրզոյանն ու վերջինիս ծնողները Աշոտ Միրզոյանն ու Ռուզաննա Ասատրյանը։ Քրեական վարույթի հիմք է հանդիսացել մամուլում եղած հրապարակումները, թե Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել։ Այդ նպատակով գործընկերների օգնությամբ ձեռք է բերվել համայնքային հողատարածք եւ չսպասելով թույլտվություններին հողային եւ բետոնացման աշխատանքներ են կատարվել։ Սա դեռ ամենը չէ։ Դիանա Գասպարյանի շուրջ օղակը սեղմվեց այն ժամանակ, երբ ամուսնուն պատկանող լցակայանում հնչեցին կրակոցներ եւ մեկ անձ մահացավ։ Գասպարյանի ընտանիքը մեկնաբանություններ չտվեց, անգամ արդարանալու փորձեր չեղան։ Թե ինչպես ստացվեց, որ 5 հոգանոց ընտանիքից 4-ի վերաբերյալ կա քրեական գործ, Արմլուրի հետ զրույցում Դիանա Գասպարյանի ամուսինը Արամայիս Միրզոյանը տալիս է բաց հարցերի պատասխանները։ Մեր համար շատ հեշտ է, ինչ էլ ումը դժվար է, թող իրանք մտածեն։ Մեր համար սա հեշտ է, նորմալ է, ինչ է։ Պարոն Միրզոյան, ձեզ թիրախավորեցին նաև բացի Դիանա Գասպարյանի համայնքապետ եղած ժամանակ եղած խնդիրների վերաբերյալ, այլ թիրախավորեցին նաև այն ժամանակ, երբ ձեզ պատկանող գազալցակայանում մարդ սպանվեց եւ ձեր անունն էին շոշափում, եթե չեմ սխալվում, ձեր տուն խուզարկության էին եկել, խուզարկել էին նաև գազալցակայանը, դուք այդ ամենի հետ ինչ կապ ունեք, ձեզ մեղադրում էին կարծես թե։ Ոչ մի կապ չունենք, ինչ կապ։ Մենք երկրում չենք եղել, տեղյակ չենք եղել։ Հետո եկել ենք Հայաստանում չենք եղել ընդհանրապես։ Ինչ կապ ունենք, էլի ուզում հասկանամ, որ սա թերթերը այտենց մեզի թիրախավորում են կամ ասենք իմ ընտանիքին։ Ինչ կապ ունի իմ ընտանիքը, դեպքա տեղի ունեցել, կարող է Գասպարյան Ձիանան սպանել։ Ինչ նախնդիր էլի ուզում հասկանամ, բերին կապին sense մեր ընտանիքի իմ հետ սաղ աշխարհով խայտարակարեցին։ Ինչ կա։ Դե հիմա մի հատ մի բան տենանք էլի, կերևա վերջում։ Իսկ հողերի վերաբերյալ վերջի վերջո ձեզ համար պարզ դարձավ, հաջող դալի, օրինական հաջող դալի, ով ուզում էր թողար մասնակցել։ Համայնքում 100 հող է, սա Հայաստանով մեկ, սա Հայաստանի համայնքներում օտարում են հող են հաջորդ հանում, թողան մասնակցեն, ով եկե մասնակցել, թողար ուրիշ է մասնակցել, օրինական ավականիով անցած գործընթաց է, էլի։ Իսկ եթե օրինական ինչու այդպես ստացվեց։ Դե էսի հարցը իրանց կտակ, ով այս ամեն ինչը կազմակերպել է, ես ինչ իմանամ։ Հիմա ձեր 5 հոգանոց ընտանիքից 4-ի վրա կա քրեական գործ։ Հեսա ոչինչ երեխուս է կարող ներգրավել, մի տարեկան ու կես աղջկաս։ Ինչ անեմ, էտա, նորմալ է։ Վերջում կապացուցվի, որ մենք կապ չունենք, էլի։ Քաղաքը հողը անհաջորդի, իմ ընտանիքը մասնակցել է, հաջորդով առել է այդ հողը, ինչ է եղել։ Հիմա հաշտ եք։ Խնդիրը ո՞րն է։ Իշխանությունների հետ հաշտ եք, որովհետև Ինչ էլ է որ հաշտ չլինենք։ Նորմալ է։ Իշխանությունն ինչ կապ ունեն, որ գործընթաց է իրավական։ Ձեր կինն իրենց թիմի անդամ էր ու դուրս եկավ։ Թիմի անդամ հրաժարական ատավ է, ասել է պատճառնել ինչն է նշել է։ Այդքան բան ավելացնելու բան չունեմ։ Դուք սատարում եք, այսինքն ձեր կնոջ այն որոշումը, որ ամենաթեժ պահին պարզապես մանդատը։ Ես իմ կնոջ ամեն որոշումն էլ հիմա սատարում եմ։ Ճիշտ է արել։ Ես էլ եմ հորդորել, որ հրաժարական տա։ Իսկ ձեր քաղաքական կարիերան դուք ավականու անդամ եք։ Ավականու անդամ եմ եղել, ես շատ հարցերի չեմ խառնվել, պետք էլ չի եղել ինձ էլի, ճիշտն ասած։ Էլ չեք լինելու քաղաքական։ Ընդհանրապես։ Մեծ դաս էր ձեզ համար։ Իմ համար ընդհանրապես կյանքն էլ է մեծ դաս, մնացած նորմալ է, էլի ես քաղաքականությամբ չեմ ուզում զբաղվում, չեմ զբաղվել, հեռու եմ, այդ իմը չի։ Այդքանը կասեմ ու վերջին։